Բրեդ Պիթը Հոլիվուդի ամենահայտնի հմայիչ և սեքսուալ դերասաններից մեկն է, ով տարիներ շարունակ համարվում է գեղեցկության և տղամարդկային խարիզմայի խորհրդանիշ։ Նրա սառը ինքնավստահությունը, խորը հայացքը և բազմազան դերակատարումները նրան դարձրել են համաշխարհային կինոինդուստրիայի իսկական լեգենդ։ Պիթի անձնական կյանքը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա կյանքի գլխավոր զուգընկերուհիները եղել են դերասանուհիներ, իսկ նրա առաջին կինը Ջենիֆեր Էնիստոնը Ամերիկայի սիրելիներ։ Նրանց ամուսնությունը համարվում էր Հոլիվուդի ամենագեղեցիկ և իդեալական միություններից մեկը՝ լի սիրով, հմայքով և հանրային համակրանքով։ Ավելի ուշ Բրեդ Պիթի կյանքում հայտնվեց Անջելինա Ջոլին՝ ուժեղ, խորհրդավոր և անսովոր կանացիությամբ դերասանուհի։ Նրանց հարաբերությունները վերածվեցին համաշխարհային ֆենոմենի։ Նրանք միասին ստեղծեցին ոչ միայն ռոմանտիկ պատմություն, այլ նաև մարդասիրական գործունեությամբ լի մի կյանք, դաստիարակելով 6 երեխաներ, բայց իդեալական նկարի տակ թաքնված էր սարսափելի փաստերով իրականություն։ Բրեդ Պիթի կյանքը կինոյի, սիրո և ներքին վերափոխման պատմություն է, որտեղ յուրաքանչյուր դեր և յուրաքանչյուր հարաբերություն ձևավորել են այն մարդուն, ում այսօր մենք ճանաչում ենք։ Ողջույն, բարի գալուստ իմ ալիք, ես Անահիտն եմ։ Ինչպես հասկացաք, այսօր խոսելու ենք Բրեդ Պիթի մասին, 2000-ականների ամենագրավիչ տղամարդու։ Չնայած ես ժամանակին զարմանում եմ, ինչպես կարելի է գրավիչ համարել Բրեդ Պիթին, ոչ թե Ջոնի Դեպին։ Մինչև հիմա էլ այդ հարցն ինձ մոտ առաջանում է, բայց ճաշակին ընկեր չկա։ Ճիշտ է, ինձ համար նա չէր համարվում ամենագրավիչը, բայց Միսթր և Միսիս Սմիթը ընդմիշտ իմ սրտում է, մինչև ամբողջական պատմությունը իմանալը։ Իսկ թե ինչի մասին եմ խոսում, մենք իմանանք հետագայում, որը շատ մեծ կապ ունի նրա անձնական կյանքի հետ։ Ինձ թվում է ինձ հասկացաք, խոսքը Ջոլի մասին է։ Ես չեմ երկարացնում, քանի որ խոսելու շատ հետաքրքիր թեմաներ կան, հոլովակը մի փոքր երկար կստացվի, հուսով եմ, որ չեք նեղանում ինձանից, այն շատ հետաքրքիր է լինելու, ես վստահ եմ, ձեզ դուր կգա։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, թողնել ձեր լայքերը եւ գրել մեկնաբանություններ հոլովակի թեմայի շուրջ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Ուիլյամ Բրեդլի Պիթը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 18-ին Օկլահոմա նահանգում։ Ընտանիքը բավականին ապահովված է եղել, քանի որ հայրը ուներ բեռնատար մեքենաների ընկերություն, իսկ մայրը ուսուցչուհի է։ Ի դեպ, Բրեդը ավագ եղբայրն է, նա ունի քույր եւ եղբայր։ Ապրելով հավատացյալ ընտանիքում, նա սովորել պահպանել ընտանեկան ավանդույթները, ընտանեկան ընթրիք աղոթքի շուրջ, ամեն կիրակի եկեղեցի եւ այլն։ Բրեդլին մեծանում է մի այնպիսի ընտանիքում, որտեղ որ դերասանական կարիերայի մասին խոսք անգամ գնալ չէր կարող։ Բոլորը սպասում են, որ Պիթը պետք է ընտրի մասնագիտություն մոտ իրավաբանությանը կամ ամենաքիչը գրաֆիկ դիզայնին։ Ամենավատ տարբերակը դա էր նախատեսվում։ Իսկ Պիթը ապրելով բավականին անհետաքրքիր քաղաքում ձգտում էր ավելի հետաքրքրության, էքշնի, դրամաների, նրան դուր չէր գալիս իր քաղաքը։ Եվ չնայած այն բանին, որ Բրեդ Պիթը դպրոցում շատ լավ էր սովորում, այցելում էր մի քանի սպորտային խմբակների եւ անգամ երաժշտական խմբակների։ Միևնույն է, նրա համար դա ձանձրալի էր։ Նա իրեն պատկերացնում էր կինոյում, որտեղ որ ամեն ինչ կա, էմոցիաների բոլոր տեսակները։ Այսպիսով, երբ որ Պիթն ընդունվում է համալսարան, ճիշտ է նա այն ավարտում է, բայց չի աշխատում իր մասնագիտությամբ, քանի որ իրեն չի պատկերացնում լրագրողի դերում, դեպ նա լրագրություն էր սովորում։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր գրաֆիկ դիզայնը եւ դերասանական արվեստը։ Այսպիսով Պիթը տեղափոխվում է Լոս Անջելես, միայնակ ապրելու, որտեղ որ գտնվում է մի քանի ընկերներ, ում հետ որ ապրում է միասին եւ կիսում են վարձը տան։ Պիթը իր գոյությունը ապահովելու համար աշխատում է տարբեր տեղերում։ Առավոտյան պիցցա առաքելուց մինչև երեկոյան սթրիպտիզ պարուհիներին տեղ հասցնելու։ Իսկ արագ սննդի կետում աշխատելու ժամանակ նա անգամ հայքել է Հավիշոր։ Իր ընկերներից մեկը Պիթին խնդրում է միասին գնալ քաստինգի, որպեսզի Պիթը նրան օգնի, ընկերոջը օգնի։ Հետաքրքիր որ քաստինգի ժամանակ հավանում են ավելի շատ Բրեդ Պիթին, քան թե ընկերոջով, որ ի սկզբանե ցանկանում էր այնտեղ գնալ։ Աշխատելով մի քանի տարբեր տեղերում գիշեր-ցերեկ նա փորձում է գումար վաստակել, որպեսզի կարողանա դերասանական դասերի գումարը վճարել։ Իր դերասանական կարիերայի սկզբում Բրեդ Պիթը նկարահանվում է գովազդներում, լինելով բավականին գրավիչ տղամարդ, տիպիկ ամերիկացի։ Նա նկարահանվում է տարբեր գովազդներում, ամենաշատը տպավորվել է ինձ մոտ Լիվայսի գովազդը։ Բրեդ Պիթի կարիերայում վճռորոշ դեր է խաղացել նրա հանդիպումը ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ, ով նպաստել է բազմաթիվ դերասանների կինոկարիերայի մեկնարկին։
Թելմա և Լուիզա ֆիլմում Փիթն ունի 3 փոքր կամեո, այդ թվում Ջինա Դևիսի հետ հայտնի Կեքսի տեսարանը, որը նրան բերել է ժամանակակից Հոլիվուդի ամենագրավիչ զուգընկերոջ համբավը։ Եթե Բրեդ Փիթը սահմանափակեր իր խաղացանկը մարդասպանների, թմրամոլների և ամբարականների դերերով, նա երբեք չէր դառնա Հոլիվուդի 10 ամենահայտնի դերասաններից մեկը։ 3 ֆիլմեր վճռորոշ դեր խաղացին նրա կարիերայի համար։ Հարցազրույց վամպիրի հետ, Աշնան լեգենդը և 7-ը։ Բրեդ Փիթի հրավերը խաղալու Հարցազրույց վամպիրի հետ ֆիլմում նրա գլխավոր դերերից մեկն էր, որտեղ նկարահանվել են Ամերիկայի դերասանների նոր սերնդի բազմաթիվ առաջատար ներկայացուցիչներ։ Փիթն ինքն ատում էր ֆիլմը և մանիցում էր իրեն պայմանագիրը ստորագրելու համար։ Նա ցանկանում էր այս ֆիլմի նկարահանումները կանգնեցնել և պարզապես հեռանալ այս աշխատանքից, սակայն պետք է $40 միլիոն վճարեր փոխհատուցելու համար, ինչը նրան ստիպում է մնալ իր տեղում, ձայնը կտրել, սթրեսի ենթարկվելով նկարահանվել ֆիլմում, սակայն ոչինչ, այս ֆիլմը նրան մեծ համբավ կտա հետո։ Սակայն Փիթի յուրահատուկ դերասանական տաղանդն առավել ակնհայտ էր Աշնան լեգենդը ֆիլմում։ Այս ֆիլմից հետո People ամսագիրը Բրեդ Փիթին անվանել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը։ Ֆուտուրիստական ապոկալիպտիկ 12 կապիկներ ֆիլմում հոգեկան հիվանդ պայծառատեսի դերի համար դերասանը անգամ արժանացել է ոսկե գլոբուս մրցանակի և առաջադրվել Օսկարի։ Brad Pitt, 12 Monkeys. Oh no. Լինելով բավականին գրավիչ տղամարդ, Փիթը ունեցել է շատ զուգընկերուհիներ, նրանց քանակը իսկապես շատ է եղել։ Եվ նա պարտադիր պայման էր համարում իր յուրաքանչյուր ընկերուհուն անել ամուսնության առաջարկ, քանի որ նրա դաստիարակությունը նրան ստիպում էր իր զուգընկերուհու հետ եթե կարելի ապրել, ապա միայն ամուսնանալուց հետո։ Փիթը հարաբերություններ է ունեցել Ջուլիետ Լուիսի հետ, մահանալով երիտասարդ քրեական դրամայում իր խաղընկերուհու, և Գուինեթ Փելտրոյի հետ 7 ֆիլմում, ով նրա խաղընկերուհին Գվինեթին էլ են ամուսնության առաջարկություն արել, սակայն դերասանուհին մերժել է առաջարկը, քանի որ ցանկացել է կենտրոնանալ կարիերայի վրա, որը բուռն կերպով զարգանում էր, իսկ ամուսնությունն այդ ժամանակ այդքան էլ տեղին չէր։ Գվինեթից բաժանվելուց հետո Փիթի մոտ զարգանում է արգելված նյութերի օգտագործումը, որը որ կար, նա շատ էր օգտագործում, չարաշահում էր թմրանյութերը, թմրանյութերին հիմա ավելանում է ալկոհոլը, ինչը նրան գցում է խոր դեպրեսիայի մեջ։ Եվ այդ ժամանակ հոլիվուդյան աստղերի ժամադրության գործակալությունը հովանավորությամբ աստղերի մենեջերների հանդիպում է կազմակերպում Բրեդ Փիթի և ընկերներ հեռուստասերիալի մեգա աստղ Ջենիֆեր Էնիստոնի հետ։ Սա ստրատեգիական քայլ է, որը Հոլիվուդում շատ տարածված է, հիմնականում արվում է PR-ի համար, կոչվում են PR սիրավեպեր։ Սակայն այս զույգի մեջ առաջին հանդիպման ժամանակ կայծ է անցնում, նրանք սկսում են հանդիպել։ Զույգը գաղտնի է պահում իրենց հարաբերությունները և պաշտոնապես հայտարարում դրա մասին Էմmy մրցանակաբաշխությանը համատեղ ելույթ ունենալով Կարմիր գորգի վրա։ Ջենիֆերը իր ներկայությամբ, աջակցությամբ և սիրով օգնում է Բրեդին ազատվել վատ սովորություններից։ Առաջին հրապարակային ելույթից անմիջապես հետո երկրպագուներն ու դեղին մամուլը Էնիստոնին և Փիթին անվանում են Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը։ Էմմիի Կարմիր գորգից 2 ամիս անց զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ Նրանք միասին բեմ են բարձրացել Նյու Յորքում Սթինգի համերգի ժամանակ և Pulse of Gold երգի ներքո Ջենիֆերը ցուցադրել է իր շքեղ ադամանդը և պլատինե մատանին։ Փիթը 7 ամիս է ծախսել և օգնել է մատանու դիզայնու հարցում։ Ջենիֆեր Էնիստոնի և Բրեդ Փիթի հարսանիքը տեղի է ունեցել 2000 թվականի հուլիսին Մալիբույում։ Միջոցառման մաս էին կազմում Խաղաղ օվկիանոսին նայող առանձնատունը, 200 հյուրերը, ավելի քան 50,000 ծաղիկները և 13 րոպեանոց հրավառությունը։ Հսկայական արարողությունը արժեցել է մոտ $1 միլիոն և դարձել 2000-ականների ամենաշքեղ միջոցառումներից մեկը։ Հետաքրքիր է, որ այդ օրվանից ոչ մի տեսանյութ չի հայտնվել ցանցում նույնիսկ 25 տարի անց, և մամուլին դեռևս շատ բան հայտնի չէ, միայն այն, որ Ջենիֆերի Մետաքսը և Ատլասը հարսանեկան զգեստը նախագծել էր Լոուրենս Սթիլը և իր երդումում նա խոստացել է մինչև իր կյանքի վերջ ամուսնու համար պատրաստել սիրելի բանանով միլքշեյքը։ Փիթի կարիերան նոր թափ է հավաքում։ 97 թվականին թողարկվում է 7 տարի Տիբեթում ֆիլմը, որը պատմում էր Չինաստանի կողմից Տիբետ ներխուժման մասին։ Արդյունքում Բրեդ Փիթին, ինչպես նաև իր խաղընկեր Դեյվիդ Թյուլիսին ընդմիշտ արգելվում է մուտք գործել Չինաստան։ 99 թվականին Փիթը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը՝ Չակ Պալանիկի վեպի հիման վրա նկարահանված մարտական ակումբ պաշտամունքային ֆիլմում։ Դերասանի ժողովրդականությունն այնքան արժեքավոր էր, որ միայն նրա անունը պաստառի վրա կարող էր երաշխավորել ցանկացած ֆիլմի հաջողությունը։
Փիթի ֆիլմերը հաճախ ավելի լավ էին հանդես գալիս արտասահմանում, քան Ամերիկայում։ Նույնը պատահեց մարտական ակումբի հետ։ Այս ֆիլմը Ամերիկայում ընդունվեց միայն 10 տարի անց։ 10 տարի անց այն դարձավ բեսթսելեր, դարձավ լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ կինոարտադրության ընթացքում։ 2000 թվականին ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը Գայ Ռիչիի «Գողություն» ֆիլմն էր, որտեղ Փիթը խաղում էր նիհար, դաջվածքներով գնչու բռցքամարտիկի դերը, որ օժտված էր գերմարդկային ուժով։ Դերասանի ժողովրդականությունը նոր աճ է ապրել Ստիվեն Սպիլբերգի 2001 թվականի Օշենի 11 ընկերները ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նկարահանվել են աստղային դերասանական կազմ, այդ թվում Փիթը, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Էդի Գարսիան եւ Ջուլիա Ռոբերտսը։ Ի դեպ, սա իմ սիրելի ֆիլմերից մեկն է։ Հետագայում կնկարահանվի Օշենի 12 ընկերները եւ Օշենի 13 ընկերները։ Իսկ Փիթի մասնակցությամբ Տրոյա ֆիլմը կինովարձույթում վաստակում է $500 միլիոն։ Հույն հերոս Աքիլեսի դերի համար Բրեդը 6 ամիս անցկացրել է մկանները զարգացնելով եւ սուսերե մարտի վարպետություն մարզվելով։ Գլխավոր դերերի համար Բրեդ Փիթի վարձատրությունը տարեց տարի աճում էր։ Նա զգարեդրամական պարգևավճար էր ստանում Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը ուշագրավ ֆիլմում գլխավոր հերոսի դերի համար։ 2002 թվականից ի վեր Բրեդ Փիթը տիրապետում է իր սեփական Plan B Entertainment պրոդյուսերական ընկերությանը, որը համատեղ կառավարվում էր Ջենիֆեր Էնիստոնի եւ Բրեդ Գրեյի հետ։ Ընկերությունը նկարահանել է Չարլին եւ շոկոլադի գործարանը հիթային ֆիլմը։ 2004 թվական, երբ որ կիսատ է մնացել Օշենի 11 ընկերների նկարահանումը, քեզ սկսվել Միսթր եւ Միսիս Սմիթ ֆիլմի նկարահանումը։ Քաստինգը շատ հետաքրքիր անցել։ 3 դերասանուհիներ հրաժարվել են այս ֆիլմում նկարահանվելուց, գլխավոր դերասանը, որ պետք է լիներ Ջոնի Դեփը, հրաժարվում է եւ ընտրվում է Բրեդ Փիթը։ Բրեդ Փիթը նկարահանվում է ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումներից մի քանի ամիս անց Անջելինա Ջոլին հարցազրույց է տալիս եւ ասում, որ անհամբեր սպասում է, թե երբ է գալու նկարահանման օրերը, որպեսզի նա միասին կարողանա Փիթի հետ գնալ զենքով կրակելու դասերի, կարողանա գնալ պարի դասերի եւ առհասարակ քննարկեն սցենարը։ Այսպիսով ակնարկելով, որ նա ավելի շատ ոչ թե ֆիլմին է սպասում, այլ Փիթի հետ հանդիպմանը։ Ի դեպ, Փիթն այդ ժամանակ ամուսնացած է Ջենիֆեր Էնիստոնի հետ դեռ։ Էնիստոնին դուր չի գալիս նրա այս արտահայտությունը, ինչի մասին նա հետո դա կասի, որ դա այդքան էլ տեղին չէր։ Ինչ ֆիլմի սկսել է Էնիստոնը ուներ մտավախություն, ինչպես եւ Հոլիվուդի բոլոր կանայք, ես դրա մասին պատմել եմ Անջելինա Ջոլիի Իմ հոլովակում, որ շատերն են վախենում Անջելինից, քանի որ նա համարվում էր տղամարդ գողացող, ընտանիքից տղամարդուն տանող։ Եվ Էնիստոնի զուր չէր, որ մտահոգվում էր նրա մասին, այդպես է ստացվեց։ Նկարանման հրապարակում անցնում է կայծ այս զույգի միջև եւ նրանք զգում են, որ միասին շատ ընդհանուր բաներ ունեն։ Ավելի երկար են անցկացնում ժամանակ թրիլերներում իրենց, քանի որ Փիթը սիրում էր մոտոցիկլեր, նույնն էլ անում էր Անջելինան։ Նրանք միասին շատ երկար ժամանակով կարող են ուղղակի մոտոցիկլետ քշել ժամերով։ Ինչը բնականաբար միավորում էր այս երկուսին եւ հետո էլ Անջելինա Ջոլին ավելի էքշն կիներ, ավելի կրակ կար նրա մեջ, ավելի ակտիվ էր, ինչը որ Փիթին դուր էր գալիս, չէ՞ որ նա իր քաղաքից տեղափոխվեց Լոս Անջելես հենց այդ էքշնի համար, այդ կրակի համար։ Նրանք գտան իրար։ Անցան մի քանի ամիսներ։ Բրեդ Փիթի եւ Ջենիֆեր Էնիստոնի ներկայացուցիչները People ամսագրին հայտնեցին, որ զույգը բաժանվում է։ 2005 թվականին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիստոնը 5 տարվա ամուսնությունից հետո հայտարարում են իրենց բաժանման մասին եւ պաշտոնապես ամուսնալուծում։ Պրոցեսը շատ արագ է տեղի ունենում, ԱՄՆ-ում դա չլսված բան է։ Լոգին տված հարցազրույցում դերասանուհին ավելի ուշ ասել է, որ բացի նրանից, որ ամբողջ աշխարհն է ցնցված այդ լուրից, այդ թվում նաեւ ինքն էր ցնցված։ Նույն 2005 թվականին, երբ դեռ ամուսնությունը առաջին փուլում էր, Բրեդ Փիթը հայտնում է V ամսագրի շապիկին Անջելինա Ջոլիի ուղեկցությամբ, մարմնավորելով բազմազավակ ամուսնական զույգի։ Այս լուսանկարանը չի դառնում սիրավեպի պաշտոնական հաստատուն, այլ խոսակցություններ առաջացնում, ինչը խիստ զայրացնում եւ վիավորում է Ջենիֆերին, քանի որ նրանց ապահարզանի մեջ բոլորը մեղադրում էին ոչ թե Փիթին, այլ մեղադրում էին Էնիստոնին։ Շշուկներ էին տարածվել, որ Էնիստոնը չի ցանկանում երեխաներ ունենալ, այլ ցանկանում է իր կարիերայով զբաղվել։ Բայց այդպես չէ։ Էնիստոնը բազմիցս խնդրել է Փիթին, որպեսզի նրանք կազմեն մեծ ընտանիք, բայց Փիթն ասել է, որ նա դեռ պատրաստ չի եւ իր կարիերայի վրա է ուզում կենտրոնանալ։ Այսպիսով ամբողջ կուժն ու կուրը կոտրվում է Էնիստոնի վրա, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում։ 2006 թվականին Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում են, որ նրանք երեխայի են սպասում։ Ավելին, Բրեդ Փիթը հայտնել է Անջելինա Ջոլիի որդեգրած երեխաներին որդեգրելու լիակատար պատրաստակամության մասին։ Այդ տարվա մայիսին աստղերը ունենում են իրենց կենսաբանական առաջնեկին՝ դստերը Շայլոյին։
Հարցազրույցներից մեկի ժամանակ Էնիստոնին հարցնում են արդյոք նա տեղյակ էր, որ Փիթը աղջիկ է ունեցել։ Էնիստոնը չի կարողանում զսպել իր արցունքները, ինչը բավականին նորմալ է։ Այդ ժամանակ բոլորը ամբողջ աշխարհը աջակցում էր Էնիստոնին եւ անիծում Ջոլիին։ 64-րդ ամենամյա ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ զույգը պաշտոնապես հանրությանը ներկայանում է որպես զույգ։ Նրանք երջանիկ տեսք ունեին։ Մատաղ կյանքի ընթացքում Փիթը հայրություն է ճանաչում Ջոլիի որդեգրած երեխաներին եւ որդեգրում են եւս մեկ երեխա։ Իսկ 2008 թվականին զույգը աշխարհին է ներկայացնում իրենց երկորյակներին։ Այսպիսով զույգը դաստիարակում է 6 երեխա։ Բայց անկախ երեխաների քանակից նրանց հարաբերությունները չեն պաշտոնականացվում։ Փիթը Ջոլին առաջարկություն է անում 2012 թվականին։ 14 թվականին զույգը օրինականացնում է իրենց 10-ամյա հարաբերությունները 22 հյուրերի ներկայությամբ Ֆրանսիայի հարավում գտնվող մի փոքրիկ մատուռում։ Մինչ կվերադառնանք կրքոտ եւ թվացյալ իդեալական զույգին, եկեք վերադառնանք Փիթի կարիերան։ 2008-ին նա նկարահանվում է Ջորջ Քլունիի հետ միասին կարդալուց հետո այլված կատակերգությունում։ Դրան հաջորդել է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։ Բրեդ Փիթը իր առաջին Օսկարը ստացել է 50 տարեկանում 12 տարի ստրկության մեջ դրամայի համար։ Այն ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։ Սակայն այս մրցանակը չի ստացել որպես դերասան։ Փիթը պարզապես եղել է այս ֆիլմի պրոդյուսերը, չնայած այն բանին, որ նա երկրորդական դեր էր խաղում այս ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է զայրույթ ռազմական արկածային ֆիլմում մարմնավորելով սերժանտ Դոն Քոուլեին։ Հաջորդ տարվա պրոդյուսերական նախագիծը կրկին հաջողված էր։ Լուսնի լույսը ֆիլմը 8 անվանակարգից արժանացել է 3 Օսկարի, այդ թվում լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2019 թվականին տեղի ունենում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան։ Փիթը խաղացել է գլխավոր հերոսի դերը Լեոնարդո Դիկապրիո եւ Մարգո Ռոբիի հետ։ Դրաման արժանացել է հանդիսատես եւ քննադատների բարձր գնահատականներին, այդ թվում Փիթին բերել է $10 միլիոն, ինչպես նաեւ Օսկար եւ Ոսկե գլոբուս մրցանակներ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Պաշտոնական ամուսնությունից 1 տարի անց 2015 թվականին զույգի մոտ սկսում են խնդիրներ առաջանալ։ Դեղի մամուլը անդադար հաղորդում է դերասանուհու անորեքսիայի մասին։ Թերթերը գրում էին, որ նրա առողջությանը վնաս է հասցնում ընտանեկան մշտական վեճերը։ 16 սեպտեմբերին Անջելինա Ջոլին ամուսնության հայց է ներկայացնում նշելով ծնողական պրակտիկայի տարբերությունները եւ դերասանի ալկոհոլային կախվածությունը, ինչպես նաեւ ընտանեկան բռնությունը։ CNN-ին տրված պաշտոնական հայտարարության մեջ Փիթն ասել է, որ խորապես վշտացած է այս բաժանումից, բայց երեխաների բարեկեցությունը չափազանց կարևոր է։ Ջոլիի հայցի փաստաթղթերում ասում է, որ Փիթը փորձել է խեղդել երեխաներից մեկին եւ հարվածել է մյուսի դեմքին, ինչպես նաեւ բռնել է դերասանուհու գլխից եւ թափահարել նրան մի քանի անգամ հարվածելով կնոջը։ Ջոլին նշել է, որ դերասանը ջուր է լցրել իր վրա, իսկ երեխաների վրա գարեջուր եւ կարմիր գինի։ 2022 թվականի ամռանը հաղորդվել է, որ Փիթը պատրաստվում է դատի տալ կնոջը եւ դատի է տալիս։ Ջոլին 1 տարի առաջ վաճառում է իր բաժնեմասը Շատո Միրաբալ գինեգործարանում, որը պատկանում է երկուսին, այսինքն եւ Փիթին եւ Ջոլին։ Ջոլին իր հերթին դիտավորյալ թաքցրել է իր վաճառքի մասին։ 7 տարվա իրավական վեճից հետո դերասաններին հաջողվում է կարգավորել իրենց տարաձայնությունները։ Ջոլին պահպանել է իրենց 3-18-ից փոքր երեխաների հիմնական խնամակալությունը, իսկ Փիթը ունի այցելության իրավունք։ Դերասանը նաև $250 միլիոն է փոխանցել նախկին կնոջը Ֆրանսիայի Միրավալի միակ սեփականատերը մնալու համար։ Իդեպ Փիթի 2 երեխաները հրաժարվել են իրենց Փիթ ազգանունից եւ հիմա ներկայանում են միայն որպես Ջոլի։ Այս պահետրությամբ Բրեդ Փիթը հանդիպում է Ինես դե Ռոմանի հետ։ Նա շվեյցարական ծագում ունեցող շոքեղ զարդերի դիզայներ է։ 2023-24-25 թվականին զույգը մի քանի անգամ միասին երևացել է հանրային միջոցառումների ժամանակ, ինչից հետո հարաբերությունները համարվել են լուրջ։ Բրեդ Փիթը շարունակում է հպարտությամբ պահպանել Հոլիվուդի առաջատար մեգաաստղերից մեկի կարգավիճակը։ Նա գտնվում է A-լիստում։ 2025 թվականի ամռանը դերասանի արդեն իսկ փառահեղ կարիերան նոր վերելք է ապրել։ Ֆորմուլա 1 սպորտային դրամայի թողարկումը սահմանել է նրա անձնական կինոբարձույթի ռեկորդը, միայն առաջին ամսում վաստակելով ավելի քան $500 միլիոն։ Այսքանը։ Ուրախ կլինեմ տեսնել ձեր կարծիքները մեկնաբանությունների բաժնում, կարող ենք միասին քննարկել, ինչպես նաև կարող եք գրել ձեր կարծիքը իմ աշխատանքի մասին, որովհետև դա շատ կարևոր է։ Չմոռանաք լայքերի մասին, մենք շատ շուտով կհանդիպենք։ Լավ մնացեք։